Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 14-րդ նստաշրջան քննարկումներու ամփոփում եւ հարաճիգա իրադարձությունները։ Ռայմոնդ Բերբերյան, ապրիլ, հիշադակ եւ սուկ։ Ուրմիահայ համայնքը գործընծուց իր ագանավոր ներկայացուցիչներեն մեկուն։ Մանեթ Անտելյան, Ադրբեջանի վրա ասել հնարավոր է միայն միջազգային հանրության բացահայտ ճնշման բարակային։ Լոս Անջելեսի շրջաններեն մեկը ապրիլը հռչակել է հայոց պատմության ամիս։ ԱՄՆ-ի համաժողովը պատասխանատվություն պահանջել է Արմենոսիդի համար եւ ընդգծել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման կարեւորությունը։ Գոչ եղած է վերականգնել գայսերի ավերված հայկական եկեղեցին։ Ապրիլ 2-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2025 թվականի հերթական 14-րդ նիստը։ Նիստին կմասնակցեր Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, իսկ այն կվարեին ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանն ու Արմենակ Աբրահամյանը։ Նիստի ընթացքին Արմենակ Աբրահամյանը ներկայացուց ապրիլ ամսուն նախադեсված պաշտոնական միջոցառումները եւ անոնց մասնակցության մանրամասները։ Մասնավորապես անդրադարձան ապրիլի 24-ի եւ 27-ի նախադեсված այցերուն թեպի Ձիձեռնագապերտի հուշահամալիր։ Օրակարգի հաջորդ կարևոր հարցը կվերապերեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության հարգային օրենսդրության փոփոխություններուն։ Առաջարկվեցավ նոր օրենքի նախագիծ, որը կներկայացվի առավել մանրամասն հարաճիգա նիստերու ընթացքին։ Քննարկվեցավ նաև Արցախի ժողովրդի վերադարձի հարցը Զվիցերիո միջնորդությամբ Բաքվի ներկայացուցիչներու եւ արցախցիներու միջև հանդիպման շրջանագին մեջ։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը ներկայացված Արմենակ Աբրահամյանի կողմէ ունի Արցախի ժողովրդի լիազորությունները մասնակցելու այդ բանակցություններուն։ Նիստի ավարտին քննարկվեցան նաև շարք ընթացիկ հարցեր։ Ազգային ժողովի նիստը ամփոփեց Արմենակ Աբրահամյանը։ 1.5 միլիոն եղբայրներ սպաննվեցան, մորցված քաղաքացիներ։ Եթե մեր համայնքը սառնասրտորեն եւ խորամանկությամբ գործեր, հնարավոր գլար փոխել պատմությունը։ Թուրքիան թերևս մտածեց, որ իր նախնիներու հողերեն հայերուն վերացնելով բարձրացնելու էր իր ինքնակնահատականը, բայց սխալեցավ։ Փոխարենը անմիայն ավելի շատ ադելություն կուտակեց եւ աշխարհին բացահայտեց իր անմարդկային էությունը։ Այն օրը, երբ հայկական հարցը վերջնականապես լուծվի մագի մեջ մեր թիվանակետներու ու մտավորականներու ճանկերով, մեզ մե յուրաքանչյուրին մեջ, որպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, կձնի նոր զգացում Երևանի նկատմամբ։ Այնտեղ կձաղկի նոր ժողովուրդ, որը կներառե բոլորիս, անոնց, ովքեր եղեր են, ովքեր կան եւ ովքեր պիտի ըլլան։ Այն կմիավորե մեզ որպես այն, ինչ կանք Հայաստանի քաղաքացիներ, օրենքներու ու միջազգային պայմաններու համաձայն, որոնք մեզ կպատկանին։ Հայաստան անունը կդառնա սրբազան բառ, որը կներկայացնե բոլոր անոնց, ովքեր զոհվել են ցեղասպանության ընթացքին եւ անգե առաջ։ Ան գլա արդարացման վկայություն, որ անոնք կշարունակեն ապրիլ մեր արյան մեջ որպես սպյուրքի մեջ ծրված եւ մորցված քաղաքացիներ։ Արևմտյան Հայաստանը հայության միակ իրավական կառույցն է, որը կրնա ներկայացնել եւ պաշտպանել աշխարհի բոլոր հայերուն շահերը։ Ռայմոնդ Բերբերյան։ Խոր ցավով դեղեկացանք Ուրմիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արպենիկ Տիգրանյանի մահվան մասին։ Ան կյանքեն հեռացավ մոտ 101 տարեկանին։ Ըստ մեզ հասանելի տվյալներուն Արպենիկ Տիգրանյանը Սիփանի եւ Սարայի դուստերներ, ովքեր Սարտարուտ գյուղեն էին, Ուրմիայի լիճի հարավային հատվածեն։ Թող անոր հիշադակը օրհնյալը լա, իսկ հոգին խաղաղությամբ հանգչի։ Ապրելու երգիր կուսակցության նախագահ Մանեթ Անտելյանի թիմադեդրի գրառումը։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները նամակ ղրկած են Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որով խիստ ցևով դադարեցրել են Բաքվի մեջ պահվող 23 հայ բանդարգյալներու շարունակական գալանքը եւ դադարությունները եւ գոչ ըրած են Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճնշում փորձադրել Ադրբեջանի վրա, նպաստելով հայ բանդարգյալներու ազատ արձակմանը։ Լոս Անջելեսի վերահսկիչներու խորհրդի անդամ Քեթրին Բարգերի գրասենյակը կդեղեկացնե, թե ապրիլ 1-ին գումարած իր նիստի ընթացքին խորհուրդը միացայն որոշեց 2025-ի ապրիլը հռչակել հայոց պատմության ամիս, պատվելու համար հայկական համայնքի մշակութային հարուստ ժառանգությունը, դիմացկունությունը եւ շրջանի կատարած հատկանշական ներդրումները։ Նշվեցավ, որ պատմությունը հիշելու գողքին որոշումի նպատակը աբակային նայելն է, ավելցնելով, որ ապրիլ ամսվան ընթացքին հայությունը ոչ միայն պիտի նշե հայոց դեմ իրականացված ցեղասպանության 110-րդ ամյակը, այլ նաև պիտի դիմակրավե շարունակվող մարտահրավերները, որոնց շարքին է Արցախի հայաթափումը։ Ապրիլի 2-ին ԱՄՆ-ի համաժողովին տեղի ունեցել է հայերու դեմ իրականացված ցեղասպանության դարեգան ողջագոչման միջոցառումը։
Վերջինիս մասնագետ ժողովի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները պահանջել են Ադրբեջանի կողմէ հայ ռազմակերիներու անհաբաղ ազատ արձակում, դեղահանված արցախցիներու վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցներ Ալիևի եւ Էրդողանի վարչագարկերու նկատմամբ անոնց պատերազմական հանցագործություններու եւ ցեղասպանական էթնիկ զդումներու համար։ Ոգեգոճման միջոցառումը կներառեր աստեցիկ վկայություններ եւ քաղաքական պահանջներ Թուրքիային եւ Ադրբեջանին ցեղասպանական հանցագործություններու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դարեգան այս միջոցառումը կհիշեցնե, թե արդարությունը կպահանջե ոչ միայն հիշադակում, այլ եւ գործողություններ։ Ըստ այդմ առաջնահերթություններն են. Առաջին՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Երկրորդ՝ գիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ ադրբեջանցի ռազմական հանցագործներու նկատմամբ։ Երրորդ՝ ապահովել հայ ռազմակերիներու ազատ արձակումը։ Չորրորդ՝ միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի դեղահանված հայերու վերադարձի իրավունքը։ Հինգերորդ՝ պաշտպանել արդար եւ գայուն խաղաղությունը, որը կմերժե ուժի սպառնալիքները եւ գերաշխավորե Հայաստանի ինքնիշխանությունը։ Գեսարիո գեսի թաղամասի մշակույթի եւ համերաշխության միության նախագահ Աբբաս Յաղջն հանդես եկել է Գեսարիո մեջ գտնվող Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին վերականգնելու գոչով։ Աղբյուրի համաձայն Գեսարիո մեջ 17-րդ դարուն կառուցված սույն եկեղեցին շարունակաբար կենթարկվի քանցակողերու ավերվածություններուն։ Սուրբ Ստեփանոսը սկսել է քանդվել 1915 թվականի հայերու դեմ իրականացված ցեղասպանությունեն հետո, երբ տեղի հայերուն հարգադիր աքսորի ենթարկել են։ Եկեղեցի դարբեր մասերուն մեջ քանց որոնողները մեծ փոսեր փորեր են, իսկ պատերը ներգեր են։ Աբբաս Յաղջն հայտներ է, որ մինչև 1915 թվականը հայ բնակիչներու կողմէ որպես սրբավայր օգտագործված այս կառույցը ունեցել է փարահեղ զանգակատուն։ Վերջինս քանդված է, իսկ գմբեթը ավերված։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։